Հայաստանը ռուսական գազը ստանում է գրեթե 3 անգամ ավելի էժան, քան Եվրոպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հիշեցնում է. Հայաստանը գազը ստանում է ոչ թե շուկայական, այլ հատուկ գնով։ На сегодняшний день, вы знаете, цены на энергоносители, на... Այսօր գիտեք, էներգակիրների գազի գները, օրինակ Եվրոպայում, կտրուկ աճել են գերազանցելով $600 1000 խորանարդ մետրի համար։ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում $177.5 1000 խորանարդ մետրի համար, տարբերությունը մեծ է։ Պուտինը գազի գնի մասին խոսում է Հայաստանի հենց Եվրամիություն-ԵԱՏՄ հարաբերությունների մասին խոսելիս։ Պուտինը քաղաքական սուբսիդիայի մասին է խոսել, Վլադիմիր Մարտիրոսյանն է կարծում։ Այդ գինը քաղաքական գին է, ոչ թե տնտեսական, եւ եթե չկա գնի քաղաքական տրամաբանություն, ապա կլինի գնի տնտեսական տրամաբանությունը։ Եվ հենց այստեղ է գլխավոր մեսիջը, քաղաքական սուբսիդիան չի կարող գոյություն ունենալ քաղաքական անհամաձայնության պայմաններում։ Եթե հարաբերությունները վերակառուցվում են, առաջինը վերանայվելու է հենց սա։ Հայաստան մատակարարվող գազի հիմնական ծավալը գալիս է Ռուսաստանից, տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր, եւ շուրջ 400 միլիոնը Իրանից։ Սահմանին գազի գնի փոփոխությունը ինչպես կանդրադառնա քաղաքացիների վրա։ Պատկերացեք, ուրեմն 30-40% էլեկտրաէներգիայի կթանկանա, որտեվ չես կարող, կմտնի ընդհանուր կաթսա եւ էլեկտրաէներգիայի սակագինն էլ կթանկանա։ Սա մեկ, այսինքն որ մենք ընդհանուր թանկացում կունենանք։ Եվ երկրորդ, որ այն պրոյեկտները, որ արդեն անհնար է հետ պտտել, ասեցի խոշոր ընկերությունների, չեն կարող ջեկերը կամ ցեմենտի արտադրությունը, գազի արտադրությունը, ջերմոցները առանց գազի չեն կարող։ Դրանք այսինքն մեծ վնասներ կրեն եւ արտադրանքը այլևս մրցունակ չի լինի։ Օրինակ ցեմենտի արտադրության մեջ ծախսի ինքնարժեքի 51%-ը կազմում են գազն ու էլեկտրաէներգիան։ Եվ եթե պայմանական 1 տոննա ցեմենտը 40-ից 50 հազար դրամ է, կդառնա 70-ից 80 հազար դրամ։ Այլևս շինարարությունը թանկ կնստի, ամեն ինչ կթանկանա շղթայական։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ շղթայի մեջ ներառված հացի, պահածոների արտադրամասերին է անդրադառնում։ Հացամթերքները, տարբեր պահածոների, տարբեր ուրեմն վերամշակմող արդյունաբերությունները, որոնք որ նաև շինարարության ոլորտում արտադրում են շինանյութերի վրա, դրանք բոլորը կթանկանան, տեղականորեն կթանկանան։ Իսկ ջերմության համար, ասենք թե ոչ հերային ամիսներին, ասենք եթանենք թե 2-2.5-3 դրամ է կարող է գազի համար, ասենք թե վճարի ասենք 4-5 հազար, դա էլ իհարկե էական է, բայց հատկապես ձմեռով մոտավորապես 5-6 ամիս, որ անցած ջերմության համակարգերը աշխատում են, դրանք կրկնակի ծախս կկատարեն։ Այսինքն, սպառողական զամբյուղում ներառված պարտադիր սնունդը թանկանալու է։ Սա աղքատության բարձր շեմ ունեցող երկրի համար նշանակում է, առանց այդ էլ սահմանափակ եկամուտ ունեցող մարդիկ իրենց ծախսերը կրճատելու են հենց ամենահիմնականի՝ սննդի հաշվին։ Օրինակ կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Կենտրոնական բանկի նախագահն ասեց, որ գիտությունը պարզել է, որ կարագը օգտակար է, բայց գիտությունը գիտեք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է։ Գիտեք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը, ինչ ա եղել։ Բանը գարը միս թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Գիտեք ինչ օգտակար է կանաչ սոխը, չէ լուրջ առանց կատակի։ Որևէ մեկը կասկածի տակ դնում է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է, այս սխտոր կերեք այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ 2018-ի օգոստոսին Փաշինյանը գնացել էր անձամբ ստուգելու բանջարեղենի գնի փոփոխությունը։ Այս տարի փաստորեն պոմիդորն է առանձնահատուկ թանկ, վարունգը, բադրջանը։ Այս տարի էլ է թանկ, իսկ տնտեսագետները նշում են, գազի գնի փոփոխության դեպքում ավելի են թանկանալու։ Եվ ոչ միայն բանջարեղենը, նաև վառելիքի գինն է փոխվելու։ Միքայել Մելքումյանի խոսքով, Ռուսաստանից ներմուծվող գազի գնի հնարավոր փոփոխությունը քաղաքացիների համար կարող է կանխել պետությունը սուբսիդավորման հաշվին։ Բայց այստեղ եւս ուժում է պետությունը։ Հարկերը քիչ ա վերցնում, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը որոշում ա որ Գազպրոմը պիտի շահույթը քիչ ստանա։ Ինչ որ ռեզերվներ, տես չի որ անհնար է որ չգտնենք։ Թանկանում է գազը, թանկանալու է հացը։ Իսկ դա արդեն միայն տնտեսության հարց չէ։ Սա սոցիալական իրականություն է, որն ամեն օր զգալու է քաղաքացին։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։